նշանակում, որ ձեր աղջկա մոտ 5000-ն է ներծծվի, 5000-ից կարող է 1 միլիգրամը ներծծվի, գատ բալանսի նորից ընկնի, պարդադիշ տալիս եք C վիտամինի հետ, C-ն, ցինկը հետը, որպեսզի ճիշտ ներծծվի, առավոտյան մինչ կեսօր ճարվոտ սնունդով, այսինքն կարապուհած, յուղ, որևէ մսամթերքի հետ, որպեսզի ներծծվի օրգանիզմում պահպանվի բալանսը, հագարակ պետքում տվեցիք լավ է, չխմեց նորից ընկավ, կնշանակե դեղի դոզայի ազդեցության տակ, D վիտամինը եկել է բալանսի, իրականում օրգանիզմում չի սինտեզվում D վիտամին։ Իսկ մեր 2000 դոզան որ կա մեր շրջանակի, դա ցինկի և C-ի հետ երկու կապսուլայի պահպանողական բնութագրում թե բարձրացնում է։ Չենք կուտակային էֆեկտով է ասում, 2 ամիս տալիս եք, բարձրացնում է լիարժեք, բայց ցինկը հետը միաժամանակ, դուք ասեք հետո աղջիկները մեր շատ լավ օգնել է աղջկաս ապօրակի առումով, ինչքան ժամանակ կարող ենք, ճիշտ ասած մի ամսից առնելը արդեն օգտագործել, հենց 3 տարելա սկսել ենք տալու։ Տեսեք, տվեք 1 ամիս, մի 15-20 օր դատաշ տվեք, նորից շարունակեք, 3 ամիս կարող եք տալ, խնդիր չի, բայց 3 ամիս անց 6 ամիս դատարեք տալիս, բոլոր վիտամինները օրգանիզմում կուտակվելու են և թողնելու են կուտակային ազդեցություն, դրա համար 15-րդ դատարը պարտադիր է, որ հասցնի օգտագործել։ Մեկ էլ վիտամին D-ն տղայիս եմ տվել, բայց կալցիումի հետ եմ տվել։ Ճիշտ է կարի, վատ չէ, բայց միացրեք ունի, ցինկն ու C-ն նորից միացրեք, լավ։ Հետո չի ներծծվեք, կայրգու D3-ը կարող եք, նորից ցինկն ու C-ն հետը պարտադիր։ Իսկ ցինկն ու C-ը 2 ամիս։ Կարդացել եմ, որ վիտամիններ մագնի և օմեգայի հետ է շրջացում, առաջին անգամ եմ ցինկի և C-ի մասին։ C վիտամինը յուրահատուկ յուրացում է տալիս և D վիտամինին և օմեգային դիտեցեք։ Երկաթի հետ։ Ես վաղուց լսել եմ, բայց չէ։ Ուղղակի մեր դիմայում C-ն ու ցինկը իրար հետ է, դրա համար շեշտում եմ նաև ցինկը։ Մագնի պրոֆիլակտիկ կարող եք տալ, խնդիր չի, բայց D-ի ներծծման, մագնին հանգստացնելու է ընդամենը միաշկային համակարգը։ Եվ օմեգա, և D-ն, և մագնի, բայց C-ի մանկակաշարք ունենք, մեր սովորական կարող եք տալի։ Մեկ կապսուլայից օրը մեկ անգամ 4 տարեկանից բարձր հաստատ կարող ենք։ Հավատացեք մեր բոլոր բադերը, ես ինքնուցին կլինիկայում 4 տարեկանից սկսած բոլոր բալիկներին տալիս եմ։ Անտիպարազիտը իմ փրկությունն է 4 տարեկան բալիկների մոտ այսպես ասկարի գալիս եմ դու մեր մամաները մենք մի օր հավաքելու ենք ես գիրք վերեմ պետք տալ։ Մոլեկուլար շարք։ Ասաց, որ մոլեկուլար շարքը 18-ից ցածրելին չի կարելի։ Մոլեկուլարը, այո, ես խոսում եմ ֆիտոպոլիսի մասին։ Հա, այսինքն ցինկը մոլեկուլարի անտիպարազիտն դուք ասացիք, որ հանգիստ կարող ենք ելնել։ Մոլեկուլարի անտիպարազիտին տալիս ենք 12-ից բարձր միայն։ Իսկ մեր սովորական անտիպարազիտը, որը դարչին, մեխակ, պարունագի, երբեմն մամաներ ընձիքս են, այդ դարչինից երեխի ճնշումը կգնի, իմ բալիկները ովքեր կխմեն շատ ակտիվ են, շատ կենտրոնացած են, հանգիստ Մեկ ամիսը բավական է, տիկեսին։ ցինկը թույլատրվում է այդքան երկար խմել D-ի հետ։ 2-ից 3 ամիս մեջան։ Մի բան էլի։ 2-ից 3 ամիս, այո, որովհետև ցինկով դոզան շատ ցածր է մեր մոտ ասած։ Միայն կուտակային ազդեցությամբ է ասում։ Այդ 1000 միլիգրամանոց C վիտամինը չէ, որ վախենական շատ քիչ է Սովորական կապսուլացել։ Կապսուլարը C-ի մասին ֆիտոպոլիսից C վիտամինը 2-ից 3 ամիս կարող է իմունիտետը վերականգնելու համար։ Հենց հիմա կհատասկան եմ ասել, որ հենց միանշանակ, որտեղ կոենզիմ Q10-ը ընդամենը ուժեղ անտիօքսիդանտ է, ոչ մի վիտամինային նյութ չի պարունակում։ Շատ լավն է կոենզիմ։ Անտիօքսիդանտ է, որ այրան թեմաններ լինելու է դա, այրան շրջանառությունն է կարգավորելու, ազատ խոլեստերինն է հեռացնելու օրգանիզմում։
անտիօքսիդանտ անգամ ցուցված է հանգիստ տվեր։ Բանը ուրեմն ես օգտագործում եմ վիտամին D օմեգա C-ից ալերգիա ունեմ, то есть не то что витамин C, вообще C-ից օգտագործում եմ, բնավ Ուծե լիմոնից, ասենք ապելսինից ունեք, բայց էլ C վիտամինը փորձեք, կարող է հետ չեք ունենա, էլի։ ոնց որ մի երկու անգամ արել եմ էլի տվել է, ուտեց վախեցել եմ, Խմել եք C վիտամին։ Ճարան չէ՞ տերել։ տարեկան աղջիկս ֆերիցինի պակաս ունի, անալիզներում մեր ֆիրմայի ֆերիցինը տվել եմ իրան, բայց չգիտեմ սննդի հետ տամ ու ասենք ոնց տամ էլ Ինչքան է ֆերիցինի ինչ աստիճանի է ցածր։ թիվը չեմ հիշում, բայց շատ Դաշտանը նորմալ է տեսնում։ դաշտանը ուշացումներ անում։ Տեսեք, այ ֆերիցինի քանակը ինչ է, ցածր ֆերիցինը ինքը տար է, որը հեմոգլոբին է ստեղծել։ Միանշանակ եւ դաշտանային ցիկլը խանգարված է, արդեն իսկ բարձր հորմոնալ շեղում կա ցերկանում։ Չի բացառվում նաեւ ներարգանդային մազանոթների կոշտացման պատճառով էլ ոչ ճիշտ բալանսի դաշտանքներ։ Դա հորմոնալ բալանսը ֆիքսել լավ ծրաղջիկը տվեք առայժմ երկար երկու կապսուլայից կարող եք առավոտյան կամ միատ առավոտյան միատ կեսօրի կորոշեք, բայց բարդալի բարձր պատճառը։ Ֆերիցինը ինքնին չի կարող Հորմոնալ անալիզ, էստրոգեն եւ այլն ընդհանուր։ Մեր տարիքում այդ է միշտ Ամենօրյա խմելու է։ մեր տարիքում ամենօրյա։ Մեր տարիքում ամենօր խմելու է։ Երեխեքին է միանից մեզ պետք է միշտ։ Մի հատ հարց կստամ էլի։ Մենք էդիտորի երբ որ եկել էր պրեզենտացիա կազմակերպել, ես այդ ներկա էի, ուղղակի ինֆորմացիա Դեղատնային բոլոր վատերի ներծծումը 20-30% ֆիրմաները ապահովում, բայց մեր մոլեկուլյարը ճիշտ է նշում 100%-անոց ներծծումը ապահովում։ Դուք որ ինչ եմ ես դա հարցնում, այդ մոլեկուլյարի մեջ ունենք կան թերի 3, ճիշտ է։ Այսինքն իադազիրովկեն ամբողջությամբ ինքը ներծծվում է օրգանիզմում։ Տեսեք, այն կային 2-3 կա, ամբողջությամբ էլի եմ կրգնում, կարող է ներծծվել, բայց յուրացվել օրգանիզմում այդ լրիվ արդեն այլ պատմություն է։ Կարող է ներծծվել, շրջանառվել, որպես տոքսիկ նյութ մեզի միջոցով մի մասը դուրս գա, որովհետեւ ճիշտ ներծծում տակ միևնույն է դուք ցեն խմելու եք սիրելի Բժշկուհի ջան, տարիքային դաշտանադադարի ժամանակ նորմալ ֆինանսելա դաշտանադադարի Family կոմպլեքսը բարբերաբար պետք է խմի, թե ինչ-որ կուրս գոյություն ունի։ 2 ամիս է խմում, նորից 3 ամիս տատար։ 1 ամիս խմեցինք, պերիատիկի տատարներ տատար։ Բայց իսկանում 2 ամիս բարդ է։ Հա, իսկ օմեգայի դեպքում չէ, որ ինքը մշտական օգտագործման բաղի։ Չէ, մշտական։ Դաշտանադադարի ժամանակ։ Ընդունեցինք 1-2 ամիս տատար տվեցինք, կամ Family Comfort ընդունեցինք տատար, օմեգան ընդունեցինք C-ի հետ, ինչի մշտական։ Ինչքան դադար, մի ամիս։ 1-2 ամիս։ Փոխարին եք անում 1-2 ամիս ընդունում եք, դադարի տատար 2-3 ամիս։ Իսկ մի անգամից ասեք, այդ միոմայի դեպքում այդ Family Comfort-ը որ խմում ենք, էլի 2 ամիս ենք խմում, դադար ենք տալիս, թե դեպքում Կուրսը 2 ամիս է։ Կախված ձեր վիճակից 2-ից 3 ամիս հաջորդաբար կարող հա, որ արդյունք է մերսի շատ։ Ըստ օրենքի 4 տարեկանից մանկականը տալիս եք, բայց նաև 3 տարեկանում է կարող եք մանկականը տալ։ D վիտամինը 0+ է, կարող եք նորածին բանիգիներ տալ։ Այն կաթիլներով է նորածիններին։ ագրեսիան երեխայի միջից Օմեգան Մագնին է։ Մագնին հանում են արվածությունը, բայց եթե 2 տարեկան է ձեր բարին ու ունի ագրեսիա, խոսքը զարգացած է, խոսք ունի, տղա աղջիկ կապ չունի, չէ՞ կարող։ կապ չունի տղա աղջիկ, խոսքը նորմալ է, ուղղակի ագրեսիվ է, աուտիկ սինդրոմ չունի։ Իսկ եթե խոսքը զարգացած չի լինում, տարի 8 ամս է կանի,
Դե բժիշկը նայ։ Պայման տանում եք մանկական հոգեբան։ Դե չես կարող էլի 10 հանգս 10 պատճառներ կանա։ Տղաս 11 տարեկան է, սրտի ալկայնական խնդիր ունի ու ճշմարտ բարձրացում։ Ահա որ շատ գլխացավեր ենք ունենում, բայց ինքը հսկողության տակ է, բայց ցավազրկող ասում են տվեք ու ուրիշ ոչ մի բուժում։ Իրական են պատրաստում։ Վիրահատման ասում են հիմա դրա կարիքը չկա, հասունացման շրջանից հետո, բայց երեխեն անընդհատ գլխացավեր է ունենում, մենակ օգնում է միգը, հետ էլ ասեցին արդեն մանկական իրան չօգնի կարակ տակ, բայց չեմ ուզում տամ։ Ու շատ ագրեսիվ, ինքը պահվածք էլի, ագրեսիվ է, լացկան է, նվնվան։ Ինչ անեմ, ինչ խորհուրդ կտակ տամ։ Ցավալի բան եմ ես ձեզ ասել, միայն ձեր կարդիոլոգի հսկողությամբ, ես չեմ տեսել ձեր բանը։ Ինքը ասում է պետք է հանգիստ մնա ուղղակի։ Դե պետք է հանգիստ մնա, խորհրդակցում եք։ Կարելի է մեր բادرից նյարդային համակարգը սնուցող տարբերում, մագնիտա, խելակը, գլուտոնիկը, եթե կարելի է, եթե թույլ է տալիս կարդիոլոգը, տեսեք ինչի, կարդիոլոգի հսկողություն ունեք փագանի խնդիր եւ բավական բարձր ճնշում։ Յուրաքանչյուր բադ կարող է թույլ անտիօքսիդանտի դեր տանելով վնասի տալու, միայն ձեր բժշկի խորհրդակցելով։ Վիտամիններ կարող եք մանկական, բայց այդ ցավազրկող չէ։ Ինքը այդ մոլեկուլյար շարքի վիտամիններն են տալիս, բան չէ, չեք տալիս։ ասում է այս բանը ոչ մի բան Կորնիլի հետ ոչ մի բան։ ոչ մի բան։ Ինչքան է ճնշում բարձր։ Հավ 30, հավ 40։ Կարդիոլոգով եք ձեր։ Գրիգոր նոր մարաշունի Հովանես Մաներ Սուսանի հետ խորհրդակցեք էլի 10 Մաներ Սուսան Коллаген. Не, просто можно я скажу и уйду в туман опять. Ребят, сегодня мы говорим про женское здоровье. Давайте вопросы про женское здоровье. Ладно? Следующая наша тема будет сердце, холестерин, сосуды. Вот там мы уже поговорим про другое. Ладненько? Просто если мы сейчас начнем каждый свою тему, мы до вечера не разойдемся. А скоро обедать им пора. Մեզապահության խնդիր կա։ Առավոտից մատնանում եմ, արդեն չեմ հասցնում։ Այդ զգացիքն իրան ձեմ է, այդ դեպքում չկա։ Քանի տարեկան է մայրիկը ձեր։ 55։ Ստուգվել եք կանացի իջեցվածք չունի։ Մեծ անպայման հետազոտեք, տեսեք, երբ արգանդ ունի թույլ իջեցվածք, սեղմում է միզապարգին առաջացնելով անմիզապահություն, առավել ևս եթե վաղ առավոտյան է։ Իսկ ծիծաղելու ընթացքում հազի ժամանակ։ Մեծ անպայման ստուգեք իջեցվածք ունի թե չէ, եթե չունի մեր ուրոկոմպլեքս, այսինքն նորից եկանք այն փաստին, որ փոշփոկային process-ի պատճառով միզապարգում կուտակվի տոքսիկ նյութեր, աղային նստվածքներ, որոնք կառաջացնեն միզապարգի կծկողականության թույլատում։ Եթե իջեցունի, այդ դեպքում մենակ վիրահատություն։ Իսկ եթե արգանդը հեռացված է լինում, անմիզապահությունների դեպքում։ Տեսեք, արգանդը հեռացված է շատ հաճախ հեռացումից հետո օրգանները ըստ իրենց դիրքի ավելի լայն տարածք կոպիտ բացատրեն։ Կվերցնեն։ Միզապարգը պետք է լինի որոշ վիճակում առածկական, լցվեց միզապարգը, միանգամից թուլացավ նյարդերը, դադարվեց ու փակվեց, երթինքը դիշկով կփոխվի, կմնա կիսաբաց վիճակում։ Հիշեցիք, բացատրել է ծիծաղել, կմնա կիսաբաց վիճակում, որի հաշվին կձևավորվի ոչ ճիշտ միզապահություն։ Առածկականության կորուստ են տանում։ Նյարդային համակարգը սնուցեք, պարտադիր եւ ուրոկոմպլեքսը։ Լավ։ Ասեք։ Իշխիջանից դաշտանադատարի ժամանակ գլխացավը ինչից կարող լինի։ Մեծ խացավ։ Դաշտանադատարի ժամանակ կփոխվի ոնց որ տաղանդը սկսվելուց պատրաստվի տարիքում նույնությամբ դաշտանադատարի ժամանակ գլխուղեղում հիպոթալամուսը թուրքական թանդիկը, որտեղ կարտադրվի մեր հորմոնների, նախահորմոնները, կսկսեն մեծ քանակությամբ հորմոններ արտադրել, կբարձրանա պրոլակտինի եւ էստրոգենի քանակը։ Պրոլակտինի քանակը եթե նորմայից փոքր-ինչ բարձրացավ, միանշանակ տհաճ գլխացավեր ունենա։
Իսկ դա հնարավոր է քիչ ջուր խմելով հետևանք լինի։ Հիմնականում ես հորմոնալ բալանսի հետ կապեմ։ Լավ, մի հատ կարգավորեք հորմոնալ բալանսը։ 1 ամիս թող ձեր հիվանդը ընդունի էնդոկրին համակարգի սնուցում, ուրոկոմպլեքս պարտադիր եւ ֆեմիլի կոմֆորտ 3-ը միաժամանակ։ Լավ։ Ուրոկոմպլեքս ես ընդունում եմ ճիշտ ասած եւ ուսումնասիրել որքան տևական ժամանակ կարելի է օգտագործել եւ օրը քանի հատ առավելագույնը։ Դուք խնդիր ունեք, եկեք հասկանամ, պրոֆիլակտիկ եք ընդունում։ Ես խնդիր ունեմ, ցիստիտ, Փոշպոկային process, ցիստիտ, հա, թե ուռը։ Ուժվել եմ բուժումից հետո էլի բարբերաբար կրկնվում է ու որոշել եմ այդտեղ չխմեմ։ Շատ լավ։ Ես խորհուրդ կտամ ձեզ այդ մեր հագասենգային պրեպարատը մոլեկուլյար ֆորսը շաշկից պարտադիր վերցրեք ուրոկոմպլեքսի հետ 3 ամիս, եթե կա խնդիր 3 ամիս սիստեմատիկ ընդունում եք, դատարեք տալիս, լավ, անհրաժեշտության դեպքում նորից կարող եք կրկնել։ Եվ նյարդային համակարգի բալանսը զուգահեռ, որպեսզի կծկողականությունը ապահովենք։ Եվ ես հիմա օրը ճիշտ ասած 4 հատ եմ խմում, առավոտ 2 հատ, երեկոյան 2 հատ, ոչինչ։ Հաճախամիզություն չեք ունենում։ Չեք նկատել, ոչինչ։ Մինչև 8 կապսուլա կարող եք օրվա ընթացքում հասնել, լավ։ Ահա, հենց նույն հորմոնալ խախտից Կախուղեղը նորից կկարծե, որ ձևավորվել է խղիություն միանգամից կարծանա, որի հաշվիկը սկա կերձերը կսկսեն մեծանալ, մարդիկ վիրահատում են, որ պրոլակտինի քանակի բարձրացում են։ Սպաշար ենք ուներում, Նույն ֆեմիլի կոմֆորտը խորհուրդ բայց ուզեցի կոֆե։ Ֆեմիլի կոմֆորտ։ Իշերը նորից հիմնականում կանաց խնդիրներից չի լավջում։ Մեր առաջարկը էքսպերտի շամպունի բայց նորը չի աճում։ Տեսեք, էստրոգենի քանակի բարձրացման հետևանքով մենք ուզենք չուզենք այսօր ամբողջ օր էստրոգեն, պրոլակտին, տեստոստերոն ենք խոսելու, էստրոգենի քանակի բարձրացման հետևանքով էստրոգենը հորմոն է, կանացի հորմոն, որը նաև ճարբակեղձերը կսկսի ակտիվացնել։ Որոշների մոտ քաշի ավելացում էստրոգենի բարձրացում, որոշ այդ ճարբակեղձերի փոխանակության խախտի հետևանքով այդ գլուկոզան, որը կպահեն մարզարմատը, ճիշտ է, կբացվի ու այլևս մարզարմատ չի պահի։ Աղվամազը կաճի, կթափվի, աղվամազի տեսքով էստրոգենի քանակը պիտի արտահայտվի Սվետլանա Նիարվերը կապ չունի։ Էստրոգենի քանակը բերում եք բալանսի, ճարբային փոխանակությունը կարգավորում եք 48 անց արդեն մի փոքր դժվար է, բայց հնարավոր է։ Մեր մազերի որակ մազեր, մաշկ, եղունգներ, որակ ապահովում վիտամիններ կանանց համար ընդունեք բացարձակ ձեր չի տա, չոր կողծածկում հողջերը օմեգա եմ տալիս։ Սիրանուշը տասեք ոնց ճիշտ ընդնենք մեր մի հարելու շարքը, ժամերը և որովհետև տարբեր ինֆորմացիաներ Բայց դե անցած թեմաներ։ Հա, մեկ է թեման անցած անգամ եք վերլուծել, ամենայն դեպս ես իմ տեսակետը եկեք ասեմ, կանանց օրգանիզմի առողջության հետ նաև նյարդայում է կապված, ոչ ինչ շահկավ ենք վերնենք, որ անտրոպովան չխոցի։ Մեկ նյարդայման շաշկի ամբողջ շաշկը, կոկտեյլը պարտադիր նախաճաշի և ճաշի փոխարեն, ես փորձեմ արագ ասել, հիդրային, եթե նոր կամայից եք սլիմ, կամայից եք վերցնում, իրա չափիչ կդալով, մեկ չապապաժին ջրին լուծելով, կամում եք վաղ առավոտյան։ Հենց քանից արտացանք լրիվ սոված վիճակում, սոված փորի։ 15-20 րոպե հետո սուրճ եք խմում և կոկտեյլը իրա չափիչ կդալով, ասեմ, որ շատ խիտ է գալիս մի փոքր քիչ լցրեք և կատով։
նախաճաշի փոխարեն օգտագործեցինք կոկտեյլը։ Չգիտեմ, դուք սնվում եք մեկին ճաշից առաջ, խմում եք մեյթափ, սնվելու ընթացքում կալորիա բլոկ։ Եթե հին տարբերակն է 2 տաբլետկայից, եթե նոր տարբերակն է 1 կապսուլայից, այստեղ դոզան բարձր է նոր տարբերակի մեջ, բայց 30 պահի ճպլատել։ Եվ երեկոյան լիսվիտը։ Կոկտեյլը խմելուց հետո ճաշիկով 1 անգամ ճաշում եք, շատ կարևոր է նաև դիետան, առանց դիետայի ռեզուլտատ չեք ունենալու։ Շարժում դիետա։ Եվ երեկոյան խմում եք լիսվիտը, քաշ պահելու համար։ Լավ։ Խորոված չեք։ Դիետան պարտադիր։ Հարցրեք կնոջ օրգանիզմի հարցրեք։ Չէ, էլ չունենք, ապրեք շատ։ Вопросов больше нету, да? Нет. Все, спасибо большое, Сера.